Ողջույն իմ Երևան, ողջույն իմ երկիր Ծիրան, ողջույններ հեռավոր Լոս Անջելեսից։ Շատ եմ կարոտել իմ երկիր, իմ քաղաքը և շուտով կվերադառնամ։ Բնականաբար ողջույններ եմ հղում նաև Arm Comedy տղաներին, Սերգեյ Նարեկ, ձեզ օգնող թիմին և ուզում եմ դուխ տալ Կարլին, Կարլ ջան, կապ չունի ոչ չափսը, ոչ սեռը։ Դու ուժեղ ես, եթե քո մեջ կա Երևանի ջերմությունը։ Մեկ էլ ես մեջքիդ կանգնած։ Կհանդիպենք շուտով։ Ողջույն համայն հայցուն ձեր տունը ներխուժել Arm Comedy-ին ու Elton John-ը։ Ուսենց ասեմ, մոտակա 20 րոպեն հաստատ ոչ միտեղ չեն գնալու։ Ինչ, մտածում եք կարող եք ցանկացած պայի ալիքը փոխել։ Նարեկ։ Ամեն ինչի մասին մտածել ենք։ Նենց որ ուզած թե չուզած այսօրվանի մեջ դիտեք։ Բայց ինչի Elton John, ինչա թե տաղանդավոր եմ, սիմպաթիչնի ու բրիտանացի ու միանգամից Elton John, հա։ Չէ, ուղղակի Elton John-ն էր զանգել, ասում է, ուր է իմ 81 թվի տուրնեի ակնոցները, ու չգիտեի ինչ պատասխան է այդ մարդուն։ Հուսամ չասացիր։ Չէ։ Okay։ Մեր փոքրիկ գաղտնիք։ Հասարակական վայրերում կարգել են ծխել, դավադրություն թե Հավայի շուխուր։ Ֆրանսիայի դեսպանը խոստանում է ավելի շատ Եվրոպա Հայաստանում։ Մհերը պատմելու է ինչ է տեղի ունեցել Մոլորակում այս շաբաթվա ընթացքում։ Ղազախստանը թոշակառուների փողերը դրեց ադրբեջանական բանկում, իսկ ինչ եղավ հետո շատ հուզիչ էր։ Եվ այսպես բարեկամներ շատ ծանր լուր Հայաստանի տղամարդկանց 64%-ի համար եւ կանանց 2%-ի համար։ Կառավարության որոշմամբ ստեղծվում է կանանց երկրորդ միամսյակ։ Հիմա տղամարդկանց 64%-ը ասում է, Սերգեյ, բա չստեղծվեր, բա այդ չլներ այդ լուրը։ Հայաստանում հասարակական վայրերում ծխելը կարգելվի, սա օրենսդրական խիստ պահանջ է լինելու։ Նախատեսվում է, որ ծխախոտի օգտագործումը ամբողջությամբ կարգելվի հասարակական վայրերում քարտ տարածքներում։ Ծխախոտը չարիք է։ Այո, հասարակական վայրում ծխելը արգելելու են ու մենք, անկեղծ ասած, շատ տխուր ենք, չնայած մենք չծխող ենք։ Իհարկե տխուր ենք։ Ինչքան հավես էր, որ գնում էր մի հատ կաֆե ու կողքի սեղանին հավաքվում էր մի հատ մեծ խումբ, 5 րոպեն մեկ մի հատ նոր ծխախոտ էին կպցնում, ու այդ ծուխը գալիս էր անդադ քո վրա, ոնց որ անվճար օգտվում էր, էլի։ Տխուր ենք, իհարկե, բայց որ մանավանդ մտնում էր pub ու այնքան ծխած էր, որ միջև հակամառախուղայինների չէր միացնում, չէր կարողում գարեջի բաժակը գտնել։ Բա որ երեխեդ մտնում էր տաքսի ու երեխեն հարցնում էր Պապես վարդ ավտոյի մեջ խորոված արը, ասում է չէ բալես, ինքը ուղղակի ստուգում է իր իտալական գազի բալոնը իրոք ապահովա թե այդքան էլ չէ։ Հայաստանը էլ առաջվանը չի լինի, կարոտելու ենք, գլխներիս ենք տալու, ուշա լինելու։ Մեր սրտերը ծխողների հետ են։ Դե, շնորհավոր, կամ դու էլ ծխող չէր, չէ, արի։ Օպերատորներին, բա օտեղեք ջան, եկեք։ Օպերատորներ։ Իրանք ծխող են։ Հա։ Արա, լսի, բայց կարող է իսկական շատ է զռնում, որ մենք ուրախանում ենք։ Ինչից պետք է զռա, որ մենք Կներեք, հնարավոր է մի փոքր կողմնակալ թվացինք այս հարցում։ Անկեղծ չեմ հասկանում ինչի, բայց մարդիկ կողքից ասում են, որ մի քիչ կողմնակալ ոնց է։ Կփորձենք ավելի օբյեկտիվ ներկայացնել ծխախոտը։ Կամ ինչպես ասում են, Թղթե գլանակի մեջ փաթաթված մահ։ Ախր սա էլ կարող է մի քիչ ոչ օբյեկտիվ դիտվի։ Ինչը որ ծխախոտին ասում եմ, Թղթե գլանակի մեջ փաթաթված մահ։ Այ այդ, գուցե ինչ որ ավելի լավ ձևակերպում մտածես։ լավ, փորձեմ։ Թղթե գլանակի մեջ փաթաթված քաղցկեղ։ Էլի մի քիչ ոնց է կոշտոտ է։ Փափլիկ գլանակի մեջ տաքուկ կուչ եկած քաղցկեղ։ Այ ավելի բարորակ է հնչում։ Եվ այսպես ծխելը հասարակական վայրում արգելում են։ Ահա որա, ու ես հաստատ անում եմ, որտեղ վերևներից ինչ որ մեկը այդ անտեր էլեկտրոնային սիգարետներից հազում ներկրի։ Ասում է Տիկին Ռիման, 42 տարեկան, նա տիրապետում է քաղաքի բոլոր բամբասանքներին։ Այս Եվրոպայի հատուկ ծրագիրն է, որ մեզ հայրից դարձնեն են նրանցից էլ են ոնց է դրա անունը, մետրոսեքսուալ դարձնեն։ Ասում է 64 տարեկան Վոլոդիա Պապը, որովհետև այդ բառ ինչ որտեղ լսել է ու վաղուց ուզում էր օգտագործել։ Հատուկ հանձնարարական է երկրի գերագույն քաղաքական իշխանությունից, որ պատերազմ սկսեն ծխելու դեմ։ Ասում է Լևոնը, 58 տարեկան, նախարար։ Ունեմ
հանձնարարական գերագույն քաղաքական իշխանություններից, վարչապետից, նախագահից, որպեսզի մենք ազգովի պատերազմ հայտարարենք ծխախոտին։ Կարող եք դեմ լինել արգելքին, կարող եք կողմ լինել, բայց մի բան ակնհայտ է։ Մենք ունենք պողպատե առողջապահության նախարար։ Նարեկ։ Դա ահագին դու խապետ, որ Հայաստանում թեզ բան առաջարկես։ Այո, կարևորը հիմա ինչ որ էպիկական PR սխալ թույլ չտալն է, որ բոլոր քննադատները հենց դրանից չկախվեն։ Գաղտնիք չէ, որ մենք հայերս ծխող ազգ ենք եւ ինչպես եւ ամբողջ աշխարհում ծխելը դա ես կասեի անհաջողակ լինելու նախանշան է։ Հենց նոր նախարարը տղամարդկանց 64%-ին ու կանանց 2%-ին անվանեց անհաջողակ լուզերներ, հա, լուզերներ։ Ես վստահ եմ ինքը լավով է դա ասում, բարի իմաստով, բարի Լավ լուզեր։ բան եք ուզում անել, անգամ ծխողներն են վերջում մեծ հաշվով շահելու։ Ինչ էր պետք հենց այդ բարերով ինչի ձևակերպեց։ Հին հայկական ավանդույթ է։ Եթե կա մի տակար մեղր, ապա այնտեղ պետք է լցնել մի գթալ։ Եթե մենք ուզում ենք հաջողակ ազգ լինենք, հաջողակ բիզնեսմեն լինենք, հաջողակ ծնողներ լինենք, մենք պետք է հաջողակ լինելու սիմպտոմները մեզ վրա սազեցնենք։ Այստեղ շաքարով ընդհատեմ, էլի, նախքան մենք հաջողակի սիմպտոմները մեր վրա կսազեցնենք, նախ ազգային ժողովը պետք է այս օրենքի շուրջ քվեարկի մի հատ։ Ու այստեղ ծխողները կարող են հանգիստ շունչ քաշել։ Ինչու՞։ Դե նայ պետական շենքում ծխելը երկար ժամանակ արգելված է։ Այո, Եվ չնայած դա Ես Մուրադից հարցրեցի, պատգամավոր Մուրադից, ասես նման բան չկա։ Բա մեզ ինչ ասեց կա։ Դենց էլ ասես չկա։ Նախքան այս նշանակումները խոսվում էր, որ Վիգեն Սարգսյանին ավելի, այսպես ասած, հարմար պաշտոնը դիտարկվում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Ուզում եմ ծխեմ, ուզում եմ բան անեմ, ախր մի տեսակ լավ չեմ զգում, էլի, չգիտեմ այդ որ պահը ծխելուց կամ Ինչ որ բանից հուշում է, որ սա կլինի առաջին օրենքը երկար ժամանակվա ընթացքում, որ կառավարությունը բերում է ու աժն միանգամից չի պեչատում անցկացնում։ բայց ահագին հետ են սովորել, կկարողանան։ Այնտեղ մեծ մասը ծխող է, ծխցնող աշխատանք է ըստ էության։ Մերի նման։ Հայդը չի ուզում ասել, բայց այդ կեղծ ծխելը էլի ուզում են արգելել։ Ոյ։ Ես ծխող չեմ, ես չեմ ծխում, բայց կամարկանց իրավունք տա, իհարկե առողջությանը վնաս է ծխելը, բայց ես կարծում եմ, որ իհարկե պետք է անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ քիչ ծխեն, ավելի առողջ ապրելակերպով ապրեն, բայց ես շատ ռադիկալ որոշումներին չեմ ողջունում։ Այ հետաքրքիր նյուանս բարձրացրեց պարոն Շարմազանովը, ծխողների իրավունքները։ Ոչ ոք չի ասում, որ արգելելու են ծխել, արգելելու են ծխել հասարակական վայրերում։ Իսկ հասարակական վայրերը հայտնի են նրանով, որ այնտեղ միշտ մեկից ավել մարդ է ֆրֆռում։ Բացի մեր հայացի Ջեկո Շարմանոցից այնտեղ ոչ մեկ երբեք չի ֆրֆռում, նույնիսկ շներ։ Իսկ հասարակական վայրում ծխողի իրավունքը ոնց որ բախվում է չծխողի իրավունքին ու տենց անհարմար իրավիճակ է ստեղծվում։ Լավ, իսկ ընդդիմությունը այս հարցում ինչ ոնց 2004 թվին թողել եմ ծխերը եւ 2004 թվին իջե որս ոչ մի գլանակ չեմ ծխել։ Կարծում եք այդ հենց ծխելու դեմ պայքարն է այն մոտիվացիան, որը բերում է այս օրինագիծը։ Գիտեք, օրենքի նախագծին դեռ ծանոթ չեմ, կծանոթանամ մանրամասները նույնպես։ ոնց որ ընդդիմությունն էլ է չեմուչումի մեջ, հա։ Զգուշորեն արտահայտվում։ Լավ, բայց մարդ ես, կարող է ընդունվեց օրենքը ու ասենք եղան մարդիկ, ովքեր կուզենան թարգել։ Առավել եւս, որ ասում են 3-ից 4 անգամ թանգանում է ծխախոտը։ Հա, ինչպես թարգել։ Այս հարցում կօգնի կողմնորոշվել ծխել թարգելու թիվ 1 փորձագետը։ Կա այդպիսի փորձագետ։ Ժամը մի հատ սիգարետ ես ծխում, առաջին 1/3-ը 5 գուլաբ հետո գցում ես։ Միջով օրգանիզմը սովորի նիկոտինի այդ բանին։ Հետո նոր սկսում ես թուն թեյով փոխարինել նիկոտինը։ Հետո ընդհանրապես նիկոտին չես օգտագործում։ Թուն թեյի վրա նստում ես։ Ինքը սոցիոլոգ չէ։ Սոցիոլոգիան գիտես ոնց է ծխացնում։ Հա, դե փաստորեն թունդ թեյ։ Եթե թեյի գները չթանկանան, էլի։ Մնացեք մեզ հետ։ Եվ այսպես, ինչպես գիտեք, Եվրամիությունը Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմ է հաստատել եւ ինչպես գիտենք, մենք դա շատ հեշտ ենք տանում, նորմալ շատ հեշտ տանում ենք։ Զերո նախանց, զուտ մի հարց կա։ Բա մենք
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը համոզված է, առաջիկա նոյեմբերին Բրյուսելում կայանալիք արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի եւ Եվրամիության միջև նախաստորագրված շրջանակային համաձայնագիրը կստորագրվի։ Ոչ միայն ուզում եմ համոզված լինել, բայց համոզված կասկած չունեմ։ Կասկած չունեմ։ Ես ինչքան է կոկորտը ճղել այս թեմայով։ Դե վստահ որ կստորագրվի, բա պետք է ճղեր, բավական։ Եվ դա թույն է, թող դա ստորագրվի, բայց այն վրացիներին, որ տվեցիք առանձվիզայի ռեժիմը, կարող է մեր մոտ էլ տենց մի բան լինի։ Probablement le pays qui a Ֆրանսիան Հայաստանի եւ Եվրամիության միջև հարաբերությունների խորացման եռանդուն ջատագովներից մեկն է։ Ֆրանսիան միշտ հանդես է եկել օգուտ Հայաստանի, քանի որ ինչպես գիտեք, որոշ երկրներ այնքան էլ խանդավառված չէին։ Որոշ երկրներ են կերել Շարպանտիե ջան։ Բոլորը հիշեք, որ այդ եվրո խզիկների մեջի տղեն Ֆրանսիան է, իր դեգոլախառը պատմությամբ ու ազնավուրյան ժառանգությամբ։ Ու փոխպատե Մարսել Եզով։ Նենց որ բանը առանց վիզայի ռեժիմ մի հատ Իսպանիա։ Հայաստանի եւ Եվրամիության միջև նոր փաստաթղթի ստորագրումը շատ կարեւոր է հենց այս տարածաշրջանում հավասարակշռության համար։ Այդքան դժվար է ասեք, հա, ջանիկներ առանց վիզայի կկարողանաք թռնել Եվրոպա։ Ասա մեր ինչին է вообще պետք է Եվրոպան, հա, ասա։ Հա, էլ մի ասա։ Լուրջ էլ մի ասա։ Տունա պետք կգա։ Չնայած որ նոր փաստաթուղթը հատկապես տնտեսական առումով առավել համեստ է կյանքի չկոչված ասոցիացման համաձայնագրի համեմատ, այդուհանդերձ Եվրամիության առաջատար երկրներից մեկը ներկայացնող դեսպանը նշեց, համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւս բովանդակալից է եւ խիստ կարեւոր։ Նայեք, եթե պետք է կոմպյուտեր բան նվիրեք այդ համաձայնագրի միջոցով, արդեն ոնց էր չի դզում դա։ Մենք լիովին պատրաստ ենք ինտեգրվել Եվրաընտանիք, մեզ ուղղակի պետքա փող, վիզա ու թաշախուստով սեղան Փարիզի կենտրոնում։ Հա, ու դե վիզաները էլի։ Բայց սպանի։ Դե հետաքրքիր է, հիմա ինչ կեղտ կբռնեն, որ էլի չտան այդ վիզաները։ Նշելով, որ ազգային ժողովի վերջին ընտրությունները անհամեմատ խաղաղ ու հանդարտ էին, Շարպանտիան ընդգծեց ընտրակաշառքի բացասական դերը։ Mais ce que je regrette beaucoup, en particulier, Ափսոսում եմ, որ տեղի է ունեցել ընտրակաշառք։ Քվեների գնման այդ իրողությունը բացասական է թե տվողի, թե վերցնողի համար եւ ազդում է ապագայի վրա։ Քաղաքացու համոզմունքն ու падգամավորի դիրքորոշումն են ժողովրդավարության հենքը։ Ինչպես ասում է Նիցշեն, այնինչ գնվում է շատ մեծ արժեք չունի։ Հա, բայց Նիցշեն նաեւ ասել է, որ եթե գնում ես կնոջ մոտ, վեցրուճի պոտը, նենց որ գուցե այդքան չընդհանրացնենք։ Մեկ էլ Նիցշեն ասել է, որ Սուպերմենը Wonder Woman-ից ուժեղ է։ Չէ, ինքը լրիվ ուրիշ Սուպերմենի մասն էր խոսում։ Հայաստանի հմայքը հասկանալու համար նայեք որոշ այլ երկրներին։ Общий долг составляет 3 миллиарда 340 миллионов. Ղազախստանում դրամատիկ զարգացումներ են ադրբեջանական բանկի սննկացման պատճառով երկրի կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի միասնական ֆոնդը Ադրբեջանի միջազգային բանկում 200 միլիոն դոլար էր ներդրել։ Սա կորուստ է ծանր հարված մեր թոշակառուների համար։ Ահն, այս երկրները նայեք ինչ մի փուռն են գնում։ Տեսա ու մտքով անցել, որ թոշակները Ադրբեջանում դնեն, Հայաստանում բերեք բայեք։ Հա, նույնիսկ եթե ինչ-որ խնդիր լինի, մենք կոնյակով կփակվենք։ Ինչ պետք է լինի թոշակառուների վիճակը, այդտեղ հաց ու ձյան մսի վրա են մնալու։ Ղազախստանի միակ հույսն ադրբեջանական բանկի պետական լինելն է, ակնկալում են, որ Ադրբեջանի իշխանությունները կփոխհատուցեն։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ նկատում են, տարօրինակ է ղազախ թոշակառուների գումարներն ադրբեջանական բանկում ջուրն են ընկնում, սակայն Աստանայի եւ Բաքվի միջև դիվանագիտական սկանդալ դեռ չկա։ Մենք դիվանագիտական օղակներով կփորձենք կարգավորել հարցը, կապի մեջ լինելով Ադրբեջանի մեր գործընկերների հետ։ Ինչ դիվանագիտական ջանիկ, ասեք ինչ ուզում եք արեք, փողներս տվեք։ Բա հետո Ղազախստանի խորհրդարանում հատուկ լսումներ են։ Պարզվում է կենսաթոշակային ֆոնդն Ադրբեջանի բանկում ներդրումներ է կատարել, երբ արդեն կային բացասական կանխատեսումներ։ Ինչու է ֆոնդը գնացել նման ռիսկի, ով է պատասխանատու հնարավոր դեֆոլտի համար, ինչու այդ գումարները չեն ներդրվել ղազախական բանկերում, երբ դրանք կարիք ունեն երկարաժամկետ ֆոնդավորման։ Կամ հայկական բանկերում, ինչպես ասում էր Հրանուշ Հակոբյանը, եթե ամեն ղազախ գոնե $1000 դնի հայկական բանկերում, նու բայց դա չի հարցը իհարկե։ Դեպքում ո՞րն է հարցը։ Հարցը այն է, որ այս երկրներին հասկանալի է Շենգեն չտալը, բայց ախր մեզ ինչ խնդիր ունենք մենք։
Անդրադառնալով Եվրամիության եւ Հայաստանի միջև վիզայի ազատականացման հնարավորությանը, դեսպանը նշեց, որ առաջիկայում ստորագրվելիք համաձայնագրում եւս այդ հարցը կա, բայց դեռ պետք է սպասել շրջանակային համաձայնագրի վերջնական ստորագրմանը եւ հետո մտածել վիզաների վերջնական ազատականացման մասին։ Դե հոկտեմբերի շրջանակային այն ջանդամը կստորագրենք ու մինչև նոր տարի արդեն վիզաները։ Ինչ ես այդքան ընկել այդ վիզաների հետևից։ Դե ինչքան կարելի է գնալ Թիվլիս այդ խինկալներով զղթկվել մարդ, նոր բան ուզում փորձի։ Շարպանջի ջան, ոնց անենք այդ խինկալու հարցը լուծեն։ Իսկականից պերեդոզա։ Շորպոնջի։ Այդուհանդերձ Ֆրանսիայի ներկայացուցիչը փոխանցեց, որ իրենց դեսպանատունը հայաստանցիներին ամենաքիչ մերժող շենգենյան երկրներից է։ Դե եկեք բերաններս չբացենք ձեր դեսպանատան չարաշահումների մասին, հա։ Չարաշահումներ։ Հեսա այդ շրջանակային բանը ստորագրենք ու հետո սաղ կպատմեմ, սաղ։ Մնացեք մեզ հետ։ Զատո Կատարի հետ առանց վիզայի ռեժիմ ենք ոնց որ բացում։ Հա, ոգևորված ես։ Հա, դզելա։ Իրանց մցրեցին ահաբեկիչ երկրների ցանկ։ Իսկ նորմալ ուտելու բաներ ունեն կան այնտեղ։ Հələ հա։ Եվ այսպես միջազգային լուրերի չափաբաժինը այս անգամ մեզ կներկայացնի մհերը։ Ես ասում այս անգամ ոնց որ նախորդ անգամ ուրիշ մարդ է ներկայացրել։ Դա չի բացառում։ Ես ուղղակի ասեմ, որ այս անգամ ինքն է։ Ոնց որ դրա ենթատեքստը լրիվ նշանակում է նախորդ անգամ ասենք ինչ որ ուրիշ մարդ է։ Բնավ, Նարեկ, բնավ։ Այս անգամ մհեր դու կարաս ասես մի րոպե։ Այս անգամ քեզ շեշտում։ Լավ եմ անում։ Նորությունները սկսում եմ COVFF-ից։ Ինչի՞։ COVFF։ Այդ ի՞նչ է։ Այդ Դոնալդ Թրամփի անցած շաբաթ արած թվիթն է, որը տենց էլ ոչ մեկ չհասկացավ, թե ինչ է նշանակում։ Ինչ թվում է սխալ է, հաստատ ճիշտ է արտասանում։ Դե ես իմ վստահ չեմ, dրա համար առաջարկում եմ դիտենք, թե ոնց են տարբեր երկրների նորությունների հաղորդավարները արտասանում այդ բառը, փորձում արտասանել։ COVFEFE is enjoy. The typo Kofifi. Kofefe? Kofefe. COVFEFE. Kofifi. Kofefi. Kofifi. Հա, մի խոսքով սենց անորոշ վիճակ։ Իսկ մեր լեզվի տեսչությունը ոնց է սահմանել, ոնց մենք Հայաստանում արտասանենք COV։ Ինչքան գիտեմ, հենց այս թվիթից հետո է մեր լեզվի տեսչությունը փակման ոնց որ եզրին, վտանգի եզրին։ Հենց որ Թրամփի թվիթից հետո, այո, մայստրո ներվնը կուրիտ в сторонке։ Իսկ հիմա ես ունեմ երկու նորություն կապված հայերի հետ, մեկը լավ, մեկը վատ, որից սկսեմ։ Դե երեկ վատից։ Լավից։ Հորի։ Լավ, այսքան վատը։ Մի խոսքով հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել մի օրենք, ըստ որի Ռուսաստանի տարածքում օտար երկրյա վարորդական իրավունք ունեցողները իրավունք չունեն վարելու ոչ բեռնատար, ոչ ավտոբուս, ոչ էլ տաքսի։ Հա, բայց դրա ի՞նչն է վատ։ Լավ է, ներգաղթ ոնց որ կլինի Հայաստան դեպի։ Դե հա, բայց մյուս կողմից էլ կարող է Երևանում շատանան են տաքսիստները, որ ասեն, կարող է ես սաղ կյանք տաքսի եմ քշել, ես առաջ ոնց որ Ռուսաստանում էի տաքսի քշում։ Իսկ հիմա լավ նորություն է։ Մոսկվայում գարնանը ստեղծվել է Արարատ ֆուտբոլային ակումբը, որը մեջբերում եմ հիմնադրվել է Life News-ի հիմնադիր Արամ Գաբրելյանովի բարոյական աջակցությամբ։ Այսինքն Մոսկովսկի Արարատ արտահայտությունը այլևս տարօրինակ չի հնչի։ Այո, Սերգեյ, ընդհանրապես տարօրինակ չի հնչի եւ ինչպես նշում են, թիմը ստեղծվել է, որպեսզի դառնա ժողովրդական Ռուսաստանում եւ այլ երկրներում բնակվող հայերի համար։ Ուզում եմ այդ վերոհիշյալ տաքսիստները այդ թիմում չեն հայտնվի։ Այդ չգիտեմ ճիշտն ասած, բայց հիմա ամենաբոցը Մոսկվայի Արարատը պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոման Պավլյուչենկոյի հետ։ Հա ինչ։ Հա իսկական ինձ բան չասեց այդ ամենը։ Հա դուք ֆուտբոլ չեք նայում, չէ՞։ Լավ, անիմաստ նորություններ ձեզ համար, հա։ Տեղափոխվենք Շվեյցարիա, որտեղ Ցյուրիխի դատարանը Facebook օգտատիրոջը դատապարտել է, այսպես ասենք, 4000 ֆրանկ տուգանքի։ Շատ լավ օրեն, հաստատ տրանսլիտով գրելու համար, չէ՞, այդ օրը պետքա գար մի օր։ Լավ է։ Շվեյցարացիները sense տենես տրանսլիտով են գրում, իրականում չէ, ուղղակի այդ Facebook օգտատերը լայքել էր մի մեկնաբանություն, որում կային վիրավորական արտահայտություններ մեկ այլ օգտատիրոջ հասցեին։ Հա, այսինքն ինքը ոնց որ եւս վիրավորել է կամ միացել է վիրավորանքին։ Այ ապրես, դա համարվել է վիրավորանք ու դրա համար էլ տուգանել են։ Տենաս երբ է մեզ մոտ այդ օրենքը մտնելու։ Հոպ, ինչի։ Որը այս YouTube-ում մեկ-մեկ որ գրում են այդ միջազգային բանությունների էջը լավը չի, որ գոնե չլայքի ոչ մեկ էլի այդ մեկնաբանությունը։ Դե վերջում էլ տղերք ջան կներեք, բայց չեմ կարող ֆուտբոլից չխոսել, ներողություն եմ խնդրում։
Առաջին հերթին որպես Բարսելոնա երկրպագու ուզում եմ շնորհավորել Ռեալի բոլոր երկրպագուներին ոչ միայն Չեմպիոնների լիգայի գավաթ հաղթելու կապակցությամբ, այլև այն կապակցությամբ, որ ձեր թիմում կա հրաշալի ակրոբատ գծիկ դերասան Սերխիո Ռամոս անունով։ Անպայման պետքա գծեր, չէ՞, անպայման քո բարսուկ էությունը պետք է ցույց տար։ Կասեր մեհերին Ռեալի ֆանատ է, եթե այստեղ լիներ։ Լավ, անցանք այս թեման, իրականում ես ուզում եի խոսալ Բրազիլիայի առաջնություններից, որտեղ Ֆիգերեինս է թիմի դարպասապահը առաջին թայմում 2 գոլ է բաց թողում, երևի հետո ծանր է տանում այդ փաստը, ընդմիջմանը գնում է նստում է տաքսի ու գնում է երևի տուն, չգիտեմ։ Այս դեպքից հետո թիմի ղեկավարությունը շատ մեղմ ասած ջղայնացել էր իր վրա ու այլևս այդ տղեն երբեք չի խաղա Ֆիգերեինսեում, համենայն դեպս որպես դարպասապահ։ Վերջ։ Չէ, այն օրը եթե Յուվենտուսի գոլից հետո, որ Մանջուկիչի գոլից հետո այտենց Կեյլորն ավացնել նստեր տաքսի գնար տուն, շատ ավելի լավ կլներ։ Այ հիմա վերջ։ Բուֆոն, Պելե։ Ան կոմեդին, այսօր այսքանն էր։ Վերջում բարեկամներ առաջարկում ենք դիտել օրվա վիդեոբոցը։ Հայքի հրապարակում 1 ժամ գործադուլ անող վարորդները չեն դիմել քաղաքապետարան, քաղաքապետարանից էլ չեն արձագանքել վարորդների բողոքին։ Մենք տեղյակ չենք։ Մենք տեղյակ ենք, նայել ենք գազերներ հավաքված, կարող ֆլեշ մոբ էր։ Բայց դες բան էլ չի եղել այդ աչքդ։ Այդ մեկը չի։ Սա A pearly white, just a jackknife. Where's all of my kid, the baby? And he keeps them out of sight. Do you know where that shark bites?